Ես եք իրականացնում մի աջակցություն հայ առաքելական եկեղեցու։ Պարոն Քոչինյան, հավանաբար տեղյակ եք, որ հունիսի 22-ին երթ էր տեղի ունեցել մայրաթոռ։ Երթի նախաձեռնողներից էր պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ Ակնհայտ է, որ եկեղեցու անվան տակ հանրապետականը փորձում է քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Ինչ եք կարծում, Սերժ Սարգսյանը ինչի վրա է դրել խաղադրույքը եւ ինչ վստահություն ունի, որ մտածում է իմպիչմենտի միջոցով կարող է հասնել իշխանափոխության։ Նախ երբ Հայաստանում խոսում են եկեղեցու դեմ արշավի մասին, ես մի քիչ չեմ պատկերացնում ինչի մասին է խոսքը, ես չեմ տեսնում Հայաստանում որևէ եկեղեցու դեմ արշավ։ Ես ընդհանրապես տեսնում եմ, որ եկեղեցական մի քանի ղեկավարներ, որոնք որ ակտիվորեն սկսել են զբաղվել քաղաքականությամբ եւ սկսել են հարվածնել հասցրել իշխանությանը, ընդհանրապես սկսել են ստանալ պատասխան քաղաքական հարվածներ իրենց քաղաքական ընդդիմադիր, արմատական ընդդիմադիր գործունեությանը։ Այդքան մի բան, ու սա որևէ կերպ անվանել եկեղեցու դեմ արշավ կամ փորձել սեփական քաղաքական գործունեությունը թաքցնել եկեղեցու հետևում մեղմ ասած լուրջ չէ։ Սա առաջինը, երկրորդը այս իրավիճակը ինքը նվեր է ընդդիմության համար, արմատական ընդդիմության համար, այն որ արմատական ընդդիմությունը փորձելու է ամեն հնարավոր միջոցով, ամեն կերպ օգտագործել եւ առավելագույնս ստանալ այս ճգնաժամից եւ փորձել գործիքայնացնել իր ընդդիմադիր պայքարի մեջ եկեղեցին, անկախ նրանից եկեղեցու դեմ պայքար կա թե չէ, բայց փորձել այդ եկեղեցու հանրային գիտակցության մեջ եղած դերակատարությունը, աջակցությունը հնարավորինս օգտագործել սեփական նեղ կեղտոտ քաղաքական շահերի մեջ, դա նույնպես շատ ակնհայտ process է, որի ուրեմն առհավատչան մենք հիմա տեսնում ենք։ Այստեղ ամբողջ հարցը հետևյալն է, արդյոք եկեղեցու ղեկավարները կունենան բավականաչափ իմաստություն գործիք չդառնալու ընդդիմության կողմից վարվող ուրեմն քաղաքական տարբեր նպատակների մեջ։ Այսպես երևի թե։ Կան շրջանառվող լուրեր, որ Էջմիածնի երթին մասնակցելու համար Դավիթ Համբարձումյանը մարդիկ է հավաքել համայնքապետարանների եւ այլ պետական կառույցների աշխատողներ։ Եթե այս լուրերը իրապես ճիշտ են, հաստատվի, որ ճիշտ են, կարող ենք եզրակացնել, որ հանրապետական կուսակցությունը ավելի կոնկրետ հենց Սերժ Սարգսյանը ոչ թե իշխանափոխության հասնելու խնդիր է դրել, այլ քաղաքական դաշտում մնալու եւ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու։ Այն որ այսպես կոչված արմատական ընդդիմության շարքերում կա հստակ երկու բևեռ, որոնց հարաբերությունները միմյանց հետ մեղմ ասած լավ չեն, դա շատ ցցուն է, դա շատ ակնհայտ է, դա շատ ակնհայտ էր նաև 22 թվականի խորհրդարանական կանդիդատների ժամանակ։ Ես կարծում եմ, որ այս պայմանությամբ վիճակը նետվել է եւ հարցը դրվել է, թե ով է լինելու այդ միացյալ ընդդիմության, եթե այդպեսին ընդհանրապես կանա, եւ եթե այդ ուժերին կարելի է նույնիսկ կոչել ընդդիմություն, որտեղ դրանք ըստ էության հակաժողովրդավարական ուժեր են, այսինքն մենք դրանց կարող կոչենք հակաժողովրդավարական այսպես դաշինք, ով է լինելու դրա առաջին ջութակը։ Հիմա այն որ հանրապետական կուսակցությունը փորձում է ինչ-ինչ քաղաքական ուրեմն ակտիվություն ցուցաբերել, ինչ-ինչ process-ներ իմիտացնել, այդ առաջին ջութակի տեղը գրավելու համար, դա նույնպես հստակ այսպես երևացող process է։ Այդ հավաքին երթին նաև Գարեգին Բն հանդես եկավ հայտարարություններով, անդրադառնանք իր երեկվա ելույթին, վերջինս իշխանությունների բարձրաձայնած հարցերը որակես որպես հակաեկեղեցական արշավ, որի մասին դուք ձեր խոսքում եւս նշեցիք, իշխանություններին մեղադրեց ամեն ինչում, բայց որևէ բառ չասաց կուսակրոնության ուխտը խախտելու եւ մյուս մեղադրանքների մասին, որոնք հնչում են իշխանությունների կողմից։ Ինչու է Գարեգին Բն խուսափում ժողովրդի առաջ պատասխանել բարձրացած հարցերին, մենք կարող ենք ենթադրել, որ նա չունի դրանց պատասխանները կամ եղած պատասխանները կհաստատեն այն ամենը, ինչի մասին խոսում է իշխանությունը։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս ստեղծված ճգնաժամը ունի հանգուցալուծում եւ այդ հանգուցալուծումը լավագույնս ձևակերպված է Աստվածաշնչում։ Կայսերը կայսեր, Աստծունը Աստծուն։ Մարդը պետք է զբաղվի իր գործով եւ ես կարծում եմ, որ այս ճգնաժամը ընդհանրապես առաջացել այն պարզ պատճառով, որ եկեղեցին սկսել է զբաղվել քաղաքականությամբ, ավելին եկեղեցին իր վրա էր վերցրել արմատական ընդդիմության դերակատարությունը։ Եվ ուրեմն հարցը իմ կարծիքով ունի հետեւյալ լուծումը։ Եկեղեցին պետք է անի առաջին քայլը, ավելի ճիշտ եկեղեցին չէ, եկեղեցու ղեկավարությունն է, ինչպես նշեցի, ստեղ խոսքը ոչ թե եկեղեցու մասին է, այլ առանձին անձանց մասին է։ Պետք է անեն առաջին քայլը, իրենց դուրս դնեն այն քաղաքական գործընթացներին, որոնցում հիմա իրանք հայտնվել են, եւ այն քայլերը, որոնք որ իրանք հիմա են անում, այդ ընդդիմության ձեռքին գործիքայնացվելը, դա շատ սխալ ուղղությամբ տանելն է իրավիճակը եւ շատ, գիտեք, եւ պատմության եւ ուրեմն հայ ժողովրդի արչեւ դրանք մեծագույն հանցագործություններ են։ Ցանկացած անգամ, երբ որ Հայաստանում
հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների միջև վեճ է առաջացել կամ նման կոնֆլիկտային ուրեմն իրավիճակ է առաջացել, դա երբևիցե լավ տեղ չի տարել Հայաստանը եւ հայ ժողովրդին։ Եվ ուրեմն ես կարծում որ եկեղեցու ղեկավարությունը պետք է բավականաչափ ուշիմություն ցուցաբերի այս ճգնաժամը հանգուցալուծելու համար, դադարեցնելու համար այն քաղաքական հարվածները, որոնք որ իրանք հասցնում են իշխանությանը, ու փոխարենը դադարեցվելու համար այն հարվածները, որոնք որ իշխանություններն են օբյեկտիվորեն հասցնում են ի պատասխան։ Բայց մենք տեսնում ենք, որ իրենց կողմից չկա անհրաժեշտ քայլերը, որ դադարեցվի այս մեղադրանքները, ի վերջո իրենք կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ տան, փոխարենը խոսում են օրինակ քաղաքացիական պատերազմներից, բախումներից, նորից հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով, բայց իշխանությանը մեղադրում են, որ իշխանությունը խառնում է եկեղեցու գործերին։ Դա կարող է ունենալ տեսականորեն մեկ բացատրություն, որ իրենք չեն որոշողը, թե իրենք ինչպեսի վարք պետք է ցուցաբերեն եւ ինչպեսի հայտարարություններ պետք է անեն։ Ցավոք սրտի չի կարելի բացառել, որ այդ անձիկ ըստ էության գործի քայնացվել են գուցե տասնամյակներ առաջ ռուսական կայսրության կողմից եւ ընդ որում սա ինչ որ այսպես դավադրապաշտական տեսություն չէ, սա հստակ օրինաչափություն է, որը եղել է մի շարք այլ սոցճամբարի երկրներում։ Սա օրինաչափություն է, որը եղել է Վրաստանում, սա եղել է Ուկրաինայում, սա եղել է Մոլդովայում, սա նույնիսկ եղել է որոշակի արևելյան Եվրոպայի երկրներում, Ռումինիայում է սա եղել, Բուլղարիայում է սա եղել, այլ երկրներում են փորձեր եղել սա անելու, օգտագործել եկեղեցին եւ իրենց ազդեցությունը եկեղեցում, ուրեմն այդ պետություններում որոշակի քաղաքական անհանգստություններ կամ պրոռուսական շարժումներ մեկնարկելու համար։ Նորից սա օրինաչափություն է, ոչ թե դավադրապաշտական տեսություն։ Եվ այն, որ ռուսական կայսրությունը կարող է ունենալ եւ ունի բավականին լուրջ դիրքեր Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցում հանձինս մի քանի անձանց, որտեղ ես օրինակ համար կարծում եմ, որ համատած վրացական ուղղափառ եկեղեցու հետ մեր եկեղեցու հիմնադիր հայրերը, մեր նախնիները շատ ավելի մեծ աշխատանք են կատարել, որպեսզի ապահովեն եկեղեցու ինքնագլուխությունը, ինչպես դա կոչվում է, հա, ավտոկեֆալությունը։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե եկեղեցին, այստեղ խնդիրը նորից եմ ուզում կգտել մի քանի անձինք են։ Եվ նորից եթե այդ մի քանի անձինք իրենց մեջ բավականաչափ ուժ չեն գտնում իրավիճակը հարթելու եւ իրավիճակը դեպի հանգուցալուծում տանելու, ապա դա ամենավատ կերպով ազդելու առաջին հերթին հենց եկեղեցու հեղինակության եւ առաջին հերթին հենց եկեղեցու հնարավորությունների վրա համար, այսպես ասենք։ Տեսեք, երբ որ երթը տեղի ունեցավ, կաթողիկոսն էլ հանդես եկավ հայտարարությամբ, վարչապետը կրկին մեկ գրառմամբ ասաց, որ սա լավ առիթ է, որպեսզի կաթողիկոսը ներկայացնի հանրությանը ժողովրդին իր զավակին եւ կնոջը, տիկնոջը, պարզաբանի, թե ինչու է Սամվել Խաչատրյանին պահում իր վեղարի տակ եւ բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպես է բաշխվում, հա, 50-50 տրամաբանությամբ, թե այլ։ Տեսեք, եթե այս կոնֆլիկտը շարունակվում է եւ ել ավելի է խորանում, ես չեմ բացառում, որ մենք ականատեսը կդառնանք շատ ավելի այսպես մեծ բացահայտումների, վատ բացահայտումների, մենք ականատեսը կդառնանք նոր մեղադրանքների, նոր պայքարի, ինչը մեղմ ասած այն չէ, ինչ որ պետք է Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդին անել այս դժվարագույն աշխարհակահական իրավիճակում։ Եվ ես այս իրավիճակում կարող եմ մենակ մի բան անել, նորից կրկնել իմ հորդորը ուղղված եկեղեցու առաջնորդներին, անել ուշիմ քայլ, անել ետ քայլ եւ գնալ դեպի կարգավորում, գնալ դեպի հաշտեցում Հայաստանի իշխանությունների հետ։ Հակառակ դեպքում դժվար են բոլորը, բայց առաջին հերթին հենց եկեղեցին։ Գարեգինբան իր ուղերձում անդրադարձավ կալանավորված Սամվել Կարապետյանին, նրա կալանավորումը համարելով ապօրինի։ Եկեղեցականները ամեն առիթով հա մենք եւս անդրադարձանք, որ նշում են, թե ինչու է պետությունը խառնվում իրենց գործերին, բայց փաստացի իրենք են նաեւ նման հայտարարություններ անում, եթե այսպես դիտարկենք, ինչու է Գարեգինբան իրեն իրավունք վերապահում խառնվել պետության, ավելի կոնկրետ իրավապահ համակարգի գործերին, այստեղ արդյոք չեն առաջանում երկակի ստանդարտները եւ ինչ գնահատական եք տալիս նման հայտարարությանը, երբ նա չի տիրապետում, թե ինչ տեղեկություններ ունեն իրավապահները։ Ես այս իրավիճակի վել հանգուցալուծում արդեն իսկ ասացի, այդ աստվածաշնչյան հայտնի սկզբունքը, Աստծուն կայսերը կայսեր, այստեղ նոր բան ասելու հնարավորություն չկա, այո, եկեղեցին պետք է զբաղվի իր գործով, պետությունը պետք է զբաղվի իր գործով, մանավանդ
երբ որ մենք համեմատում ենք նախկին տասնամյակների ընթացքում մեր տեսած եկեղեցու վարքի հետ, երբ որ եկեղեցին չի միջամտել ուրեմն քրեական գործընթացներին մարտի 1-ով ձերբակալված մարդկանց, հաց բերողի օրինակի համար եւ մի շարք այլ բռնադատված եւ ուրեմն տասնամյակներ շարունակ Հայաստանում ընթաց ստացած քրեական գործերի բացահայտ անօրինական, բացահայտ քաղաքական հետապնդում ներկայացնող, բայց հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ վարք, ընդ որում կապված մի մարդու հետ, ում վերաբերյալ մեր կենտրոնը օրինակի համար վերջերս մի հոդված է հրապարակել, տեսություն առաջ քաշելով, որ ըստ էության ռուսական կայսրության կողմից փորձ է անում Հայաստանում կրկնել նույն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, երբ որ ռուսաստանցի միլիարդատերը իրենց դեպքում վրացական ծագմամբ, մեր դեպքում հայկական ծագմամբ վերադարձել է կամ գործուղվել է այդ երկիր, ուրեմն հակաժողովրդավարական պայքար մեկնարկելու համար։ Վրաստանի դեպքում դա Բիձինա Իվանիշվիլին է, ով հաջողության է հասել եւ որ Վրաստանը հիմա տանում է բոլորովին այլ ուղղությամբ, եւ ես չեմ բացառում, որ Ռուսաստանում պարզապես որոշել են հեծանիվ չօրինել եւ օգտագործել նույն գործիքակազմերը Հայաստանի դեպքում։ Ու այս պարագայում տեսնել եկեղեցու աջակցությունը ուղղված այդ մարդուն իհարկե կրկնակի ցավոտ է։ Բայց կհաջողվի իրենց, որ նշում եք Ռուսաստանը նման ծրագրեր ունի, կհաջողվի։ Դա կախված է մեզանից, դա կախված է նրանից, թե ինչքանով Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, իշխանությունը, ժողովրդավարական ընդդիմությունը կկարողանան բավականաչափ գրագիտություն, ուշիմություն, դիմադրունակություն ցուցաբերել եւ ի վերջո ամեն ինչը կախված է բնականաբար հայ ժողովրդից։ Տեսեք, երթի մասնակիցները նաև նշում էին, որ երկրի ժողովրդի 85%-ը ընդդիմադիր է։ Համամիտ եք այդ տեսակետի հետ։ Նախ Հայաստանի տեղի ունենում բարբերաբար ընտրությունների եւ Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով։ Հայաստանում եղել է բացառություն, հեղափոխությունը, որը եղել է հենց այն պատճառով, որ ընտրությունների միջոցով հայ ժողովուրդը զրկված է եղել իր ուրեմն որոշումը իրացնելու հնարավորությունից եւ հեղափոխությունը մենակ այն դեպքում ընդունելի եւ կիրառելի, երբ որ ժողովուրդը ի վիճակի չի կարողանում ընտրությունների միջոցով իր կամքը թելադրել, հա, հիմա կարողանում է եւ վերջին անգամ դրանք եղել են 22 թվականին, հաջորդ անգամ կլինեն մի տարուց։ Այ մի տարուց իրավիճակը կգա եւ ցույց կտա, թե հայ ժողովուրդը ինչ է ցանկանում։ Իսկ դրա միջակայքում կա հետեւյալը, Հայաստանում պարբերաբար իրականացվում են սոցիալական հարցումներ, տարբեր կազմակերպությունների կողմից, իմ կարծիքով ամենալուրջ սոցիալական հարցումը, որ Հայաստանում պարբերաբար իրականացվում է, դա IREA-ի միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ածվող հարցումներն են, որտեղ իսկապես շատ լուրջ խնդիրներ ցուցաբերվում է իմաստնավորի այն, որ մոտավորապես 60%-ը Հայաստանի բնակչության ընտրության իրավունքների ընդհանրապես որևէ քաղաքական ուժի չի վստահում եւ մի տեսակ այսպես ապաթիայի մեջ է գտնվում, բայց նաեւ պետք է նշենք, որ նույն հարցման համաձայն Հայաստանում կա միայն մեկ քաղաքական գործիչ, ով ունի երկնիշ թվով ուրեմն աջակցություն, դա Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Մնացած բոլոր գործիչները, եթե ես չեմ սխալվում, երկրորդ տեղում հենց Ռոբերտ Քոչարյանն է, ունեն ընդհանրապես միանիշ թիվ, այսինքն 1-ից 9 սանդղակում թիվ ունեն աջակցության, այնպես որ իրենց նշած թվերը կտրված են իրականությունից եւ բացի այդ նույնից եմ ուզում կրկնել, որ մի տարուց կրեն ընտրություններ եւ այդ ժամանակ մենք կհասկանանք հայ ժողովուրդը ինչ է ուզում։ Եթե կրկին անդրադառնանք հայտարարություններին, Սամվել Կարապետյանը կալանավայրից ուղերձներ ու հայտարարություններ է հրապարակում, դրանցից մեկում նշում է, որ Հայաստանի բանտերում անօրինական պահվող շատ մարդիկ կան, իր միջոցներով օգնություն է ցուցաբերելու նրանց, մեկ այլ հայտարարությամբ խոսում է իշխանություններին մեղադրում է Լեռնային Ղարաբաղը հանձնելու, դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելու եւ նմանատիպ այլ հարցերում, վերջում հավելում է, թե այս ամենը շուտով ավարտվելու է։ Կարող ենք ենթադրել, որ նա քաղաքական հայտ է ներկայացնում, ինչպես է գնահատում նրա շանսերը։ Ես միանշանակ եմ գնահատում, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում, ինչպես նշեցի, մեր կենտրոնի հենց տեսությունը այն է, որ ռուսական կայսրությունը որոշել է Հայաստանում օգտագործել նույն քաղաքական տեխնոլոգիան, որը ժամանակին օգտագործվել է Վրաստանում, ունենալ մի հատ այդպիսի միլիարդ հատեր ուժային կենտրոն, որի շուրջ կարողանան համախմբել հակաժողովրդավարական ուժերը, սա առաջինը, երկրորդը, ես օրինակ չեմ բացառում, որ շատ շուտով իր մոտ ինչ-որ հիվանդություն կհայտնաբերեն, որ անհամատեղելի է քրեական պատասխանատվության ենթարկվելու եւ բանտում գտնվելու, ինչպես օրինակ դա հայտնաբերեցին Ռոբերտ Քոչարյանի մոտ, այլ ուրեմն բարձրաստիճան ձերբակալված անձանց մոտ, ես նաեւ կարծում եմ, որ իր պաշտպանական թիմը հենց այդ տակտիկան է մոտակայքում օգտագործելու, սա երկու։ Երրորդը, ինչպես եմ գնահատում իր շանսերը, գիտեք, այդ վտանգը բավական իրատեսական է, որ ռուսական կայսրությունը այստեղ հաջողել է, որտեղ նրանք հաջողել են Վրաստանում, նրանք համարյա հաջողում էին Մոլդովայում, որտեղ այնտեղ մի չնչին տարբերությամբ ընդամենը
ուրեմն պրոդեմոկրատական, պրոեվրոպական ուժերը կարողացան հաղթանակը տանել եւ պահպանել իշխանությունը, այնպես որ իրապես խնդիրը շատ մեծ է, ես կարծում եմ, եւ նաեւ պետք է հավելեմ, որ իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում ամենամեծ խնդիրը դա ժողովրդավարական, ռեալիստական, ընտրվելու ունակ ընդդիմության բացակայությունն է։ Երբ որ գործող իշխանության միակ այլընտրանքը ըստ էության դա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որտեղ այս պատմությամբ եթե մենք լինենք դեսա շատ անկեղծ, եթե վաղ են ընտրությունները, այս երեք ուժն են, որ հաղթահարելու են 5%-ի շեմը, ուրիշ որևէ ուժ չկա, որ ի վիճակի է 5%-ի շեմը հաղթահարելու, հա։ Սա է մեր իրականում ամենամեծ խնդիրը, որ ամենայն հավանականությամբ մենք սպառնում ենք 1 տարուց ունենալ նույն խորհրդարանը, որը մենք ունենք հիմա, խորհրդարան, որը քաղաքականության մասին չի, խորհրդարան, որը Հայաստանի մասին չի, խորհրդարան, որտեղ միակ դիսկուրսը դավաճան, գողշուն, քաչարշուն, գողփիսո ուրեմն նարատիվների մասին է։ Եվ ուրեմն մեր ամենամեծ խնդիրը այս պատմությամբ այ ժողովրդավարական, նորմալ, adekvat ընդդիմության ձևավորումն է, որը ցավալիորեն մինչև այս պահ չի ստացվում։ Խոսակցություններ կան, որ Սամվել Կարապետյանը երկհաղաքացի է, հաշվի առնելով դա նա կարողանա մասնակցել 2026-ի ընտրություններին։ Ես չեմ կարծում, որ նույնիսկ նպատակ ունի մասնակցել իր դեմքով ընտրություններին, ինչպես որ դա արվել է Վրաստանում, ինքը կմնա այսպես ստվերային ուժային կենտրոնը, գորշ կարդինալը, եթե կուզեք այդ տերմինը օգտագործենք, իսկ դրա շուրջ այսպես տարբեր մարդիկ կհավաքվեն, կօգտագործվեն եւ կնետվեն մի կողմ։ Ինչպես դա նորից եմ ուզում կգնալ տեղի ունենում հիմա Վրաստանում։ Իսկ արդյոք հնարավոր է Կարապետյանին Ռուսաստանը պահանջի, թե նրա կալանավորումը եւ դրա արդյունքում քաղաքական դերակատարում ստանալը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին։ Դա այն որ Ռուսաստանում բավական մեծ հիստերիա առաջացավ իր ձերբակալության հետ կապված, դա հստակ տեսանելի էր եւ ԱԳՆ խոսնակի մակարդակով եւ տարբերորպես ուրեմն խոսացող գլուխների մակարդակով դա տեղի ունեցավ, բայց ընդհանուր առմամբ սա Ռուսաստանի համար վատ զարգացում չէ, որովհետեւ Սամվել Կարապետյանը ասենց ուղղակի դրսից եկավ եւ հայտնվեց քաղաքական թոուբոհի մեջ։ Բայց ամեն դեպքում նա այդ պայքարի մեջ է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պայքարի մեջ։ Հիմա որ նշում եք, եթե ընտրություններ լինեն, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ ուժերը նորից կհայտնվեն։ Ամեն դեպքում, եթե 26-ին Սամվել Կարապետյանը մտնի այդ պայքարի մեջ, իրեն կհաջողվի հայտնվել։ Ես կարծում եմ, որ պլանը հիմա մի փոքր փոխվել է եւ պլանը մեկ միասնական ճակատով պայքարելը չէ։ Ես կարծում եմ, որ պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է, փորձել մասնակցել առանձին ճակատներով, առանձին սյուներով մասնակցել ընտրություններին, փորձել հնարավորինս շատ ձայն տանել եւ հետո խորհրդան անցնելով ուրեմն փորձել միասնական օրակարգ ձևավորել, բոլորով միասին ունենալ ավելի շատ ձայն, քան իշխանությունը, թեկուզ իշխանությունը բոլորից շատ ձայն հավաքած լինի, եւ նշանակել վարչապետ։ Ես կարծում եմ պլանը սա է եւ այդ դեպքում իրանք իրար չեն խանգարում ըստ էության, իրանք պետք է աշխատեն տարբեր սոցիալական խմբերի հետ եւ փորձեն ապահովել առավելագույնս շատ ձայներ։ Իսկ պարոն Քոչարյան, ի սկզբանե վարչապետը կոնկրետ անուններ ոնց որ դիմեց հենց Գարեգին Բ-ին, հա, իրենից պահանջեց պատասխանել կուսակրոնության ուխտը խախտելու հարցին։ Հիմա ինչու են թե ընդդիմադիրները, թե եկեղեցականները այս իրադարձությունները կապում հենց բուն եկեղեցու դեմ, հա, ասում են, եթե մայրաթոռը չլինի, չի լինի նաև ժողովուրդը, պատերազմ է սկսվել եկեղեցու հանդեպ։ Դա շատ հստակ քաղաքական տեխնոլոգիա է, երբ որ կիրառվում է անձանց կատարած գործողությունները թաքցնելու համար ինստիտուտների հետևը թաքնվել է։ Ես հիշում եմ լրիվ նույն խոսակցությունները, երբ օրինակ համար փաստաբանները սկսել էին քաղաքական հայտարարություններ անել իրանց դատապաշտպանների հետ կապված, որտեղ իրանք սկսում են քաղաքական պատասխան տալ, ասում են դուք ինչ իրավունք ունեք մեր հետ տենց խոսալու, մենք փաստաբաններ ենք, մենք դուք իրավունք ունեք մեզ նման, բայց հասկանում եք, այն պահից սկսած, երբ որ որևէ գործիչ սկսում է զբաղվել քաղաքականությամբ, առավել եւս որևէ մեկին քաղաքական հարվածներ է հասցնում, այդ պահից սկսած ինքը չի կարող թաքնվել իր ինստիտուտի հետևում կամ իր դիրքի հետևում, դա այդպես չի աշխատում։ Ուրեմն կամ գնա քո ինստիտուտի գործերով զբաղվի, կամ եթե քաղաքական հարվածներ ես հասցնում, սպասի քաղաքական պատասխանների։ Ի վերջո քաղաքականությունը դրա մասին է, հարվածներ հասցնելու եւ հարվածներ ստանալու։ Եվ այն որ ես կարծում եմ դա ամենամեծ մանիպուլյացիան է, նորից եմ ուզում կրկնել, որ այն ամենը ինչ որ տեղի ունի, դա ինչ որ արշավ է եկեղեցու դեմ։ Ես բացարձակապես չեմ կիսում այդ կարծիքը եւ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է արշավ եկեղեցու դեմ։ Եթե արշավ չկա, նաեւ ինչու են ասում հաղթելու ենք այս պայքարը, ինչ պայքար են հաղթելու։
հաղթանակ ենք տոնելու։ Իսկ գիտեմ իրենք ինչ հաղթանակ են ուզում տոնեն, իրենք ուզում են, որ այն ինչ որ տեղի ունեցել Հայաստանում 2018 թվականին ապամոնտաժվի, այսինքն իշխանությունը, որը որ վերադարձվել է ժողովրդին, այդպես չլինի, որտեղ իրենք շատ լավ հասկանում են, որ քանի դեռ իշխանությունը ժողովրդինն է, իրենք հնարավորություն չունեն օրինական, այսպես մրցակցային թափանցիկ պայմաններում վերընտրվելու, եթե չկիրառեն ուժ, եթե չկիրառեն դրսից եկած միլիարդավոր դոլարների կամ միլիոնավոր դոլարների ռեսուրսներ, ապատեղեկատվություն, սուտ եւ նմանատիպ այլ գործողություններ, որոնք իրենք միաշնորհակաբար կիրառելու են եւ շարունակելու են կիրառել։ Պատերազմից հետո, 2022 թվականից, երբ որ եկեղեցին գումարեց ժողովը, հայտարարեց, որ պահանջում են վարչապետի հրաժարականները, այդ հայտարարություններից հետո իրենք չեն գիտակցում, որ իրադարձությունները այսպես կզարգանան, թե ինչ զարգացումների են։ Ես չեմ կարծում, 2022 թվականին համարում են, որ օրվա իշխանությունները կարողանալու են վերընտրվել, եւ եթե դուք հիշում եք, այդ օրին միայն եկեղեցին չէ, որ արեց նման հայտարարություն, նման հայտարարություններից ակադեմիան նման հայտարարություններից գլխավոր շտաբը, մի շարք ուրեմն գործիչներ, ինստիտուտներ նման հայտարարություններ արեցին, բայց իհարկե եկեղեցու դերը բավականին սպეციფիկ է, որովհետև նախ մինչև այդ մենք երբևիցե չենք տեսել եկեղեցուց նման քաղաքական ակտիվություն, եւ երկրորդը, որովհետև ի տարբերություն մնացած բոլոր, այսպես ասենք, քիչ թե շատ քաղաքացիական կամ պետական ստրուկտուրաների եկեղեցու դերն է բոլորովին այլ։ Պարոն Քոչինյանև, Գայգինբն իր ուղերձում, երեկվա իր ուղերձում ասում էր բռնաճնշումներով, սպառնալիքով ու վախի մթնոլորտով արդարություն կամ համերաշխություն երբեք չի հաստատվի։ Հայաստանում կա բռնաճնշումներ, սպառնալիքներ։ Դրա համար մենք կարող ենք դիմել ամենատարբեր միջազգային ուրեմն սանդղակների, այսպես ուրեմն գործակալությունների հրապարակվող ցուցակներին, ուրեմն վերլուծություններին։ Դուք գիտեք, որ այս տարի Հայաստանը էականորեն բարելավել էր իր դիրքերը խոսքի մամուլի ազատության վերաբերյալ սանդղակում, եւ ի վերջո գիտեք, երբ որ օրինակ այդ հարցը ես բարբերաբար տեսեմ տարբեր ստատուսներ, հայտարարություններ, որ այ Հայաստանը դարել է բռնապետություն, կոնսոլիդացված բռնապետություն, բռնաճնշումների մոտ միշտ հարց առաջանում։ Այդ մարդիկ իրենց հարց չեն տալի, ոնց է լինում, որ իրենք այդ հայտարարությունները կարողանում են անել։ Իրենց նկարագրած համակարգերում իրենք այդ հայտարարությունները չեն կարողանալու անել։ Օրինակ դուք երբևիցե լսել եք, որ Ադրբեջանում որևէ քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, հոգևոր առաջնորդ կարողանա վեր կենալ եւ ասել՝ «Սա բռնապետություն է, ստեղ ճնշում են» եւ որովհետեւ այդ պարագայում դու այդ հայտարարությունները չես էլ կարողանում անել, հասկանում եք։ Եվ ես երբևիցե չեմ հիշում, որ կաթողիկոս օրինակ նման հայտարարություններ անել Ռոբերտ Քոչյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Ինչ է, ժամանակ sense թափանցիկ, ժողովրդավարական, մարդակենտրոն եւ հումանիստ իշխանություն էին Հայաստանում, իհարկե բնավ ոչ։ Այնպես որ իհարկե դրանք շահարկումներ են, ու նորից եմ ուզում ստեղ արդից օգտվելով կոչ անել, ոչ թե գնալ այդ ուղղությամբ, այլ բավականաչափ իմաստություն ցուցաբերել եւ գնալ հակառակ ուղղությամբ։ Եթե նորից անդրադառնանք Գայգինբեի հայտարարություններին, ասում է, որ տագնապալի է, փոխանակ խնդիրների առաջ միավորվենք, շարունակում ենք պարակտել հանրությանը։ Ինչ խնդիրների առջև պետք է միավորվի։ Մենք որ Հայաստանը ունի շատ խնդիրներ, դա ակնհայտ է, եւ այդ հասարակությանը միավորելու համար Գարեգին երկրորդին պետք է գնալ եւ հանդիպել Հայաստանի վարչապետի հետ եւ վերջ դնել ուրեմն եկեղեցին արմատական ընդդիմություն դարձնելու իր այս ցանկությանը, դա նույնպես ակնհայտ է։ Այսինքն եթե ինքը իր հայտարարությունը ուզում է գործ վերածի, իրան պետք է վեր նստել մեքենա գնալ ուրեմն կառավարության շենք, հանդիպել վարչապետի հետ եւ վերջ դնել եկեղեցու արմատական ընդդիմություն դարձնելու փորձերին։ Թվում է այդքան բան։ Բայց ի վերջո ինչ ավարտ կունենա այս իրադարձությունները, ասես ինչպես կավարտվեն։ Լավ տարբերակային է ինչ որ ես նկարագրեցի, որ եկեղեցին հետ քայլ է անում եւ սկսում է զբաղվել իր գործով։ Վատ տարբերակային է, որ մենք գնում ենք դեպի էսկալացիա, դժում են բոլորը, ինչպես նշեցի առաջին հերթին եկեղեցին, որտեղ սա առաջին հերթին հարվածելու հենց եկեղեցու վարկանիշին։